Նախկինների հետ օրենքը խախտողների ցանկում է նաև ՔՊ անդամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա շինությունները ևս ապամոնտաժման ենթակա են։ Դատախազությունը հայտնում է Սասուն Միքայելյանի եւ Սևան ազգային պարկի միջև կնքված վարձակալության պայմանագրերում հայտնաբերել են խախտումներ։ Իշխանությունը Սասուն Միքայելյանի հետ կապված գործը մատնանշելով հավանաբար ցույց կտա, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի շրջանցում նաև յուրայիններին։ Սակայն նկատենք, որ Միքայելյանի հանգստյան գոտու քրգործով որևէ մեկն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թե նախկինների, թե ներկաներին պատկանող գույքերը ցանկանում է հողին հավասարեցված տեսնել։ Եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող եւ չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ։ Սևան ազգային պարկի տարածքում քանի օրինական եւ քանի անօրինական գույք կա, այս հարցի պատասխանը չկա, սակայն կառավարությունը դեռ 2018 թվականից էր ուսումնասիրություն սկսել։ Անցել է 7 տարի եւ առկա մի քանի 100 գույքերի ֆոնին ընդամենը 3-4 հատի հետ կապված է վերադարձի առարկայական գործընթաց սկսվել։